Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ որ բոլորդ լավ եք սիրելիներս, ինչպես միշտ առավոտյան սուրճ եք խմում միասին, դե գնացինք, դուք սուրճ դրեք, թեյ դրեք, ինչ որ կցանկանաք, այսօր սուրճ եք խմում։ Չեմ ուզում տակուկ ժեղանցնեմ, մարմատ եպի։ Սիրելի հետևորդներ ջան, դե գնացինք գրասենյակում, սրճենք միասին։ Հատել գնամ դավթարս։ Սիրելի հետևորդներ ջան, դե շարունակենք խմենք մեր սուրճը, հետո էլ արանքում կզրուցենք։ Ինչ որ տեսանք, որ ես շաքար ավելացրի, դրա համար կարամել չեմ ուզում օգտագործել։ Արդեն մեջը շաքար կա, սիրելի հետևորդներ ջան, առաջի հերթին ուզում եմ զգուշացնել, որ չմոռանաք, ովքեր առաջին անգամ են միացել իմ ալիքին կամ էլ միշտ էլ նայում են իմ ալիքը ու մոռանում են բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը սիրելիներիս։ Ինչ ասեմ, ուրիշ մեկնաբանությունների համար շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ձեր գեղեցիկ խոսքերի համար, ով էլ որ ուզում է ինձ կծի, ես նրան սև ցուցակ եմ ուղարկում։ Էլի մի 10-ը մեկը ծլում է, որ ուզենա անպայման բան անել, էլի վիրավորի, նեղացնի, բայց ես տեսներին հեռացնում եմ իմ ալիքից, որ մեզ չխանգարի։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, ուրիշ հարցերի պատասխան չունեմ։ Մարինե ջան, ես որ թեյ եմ խմում, մի հատ երկու անգամ, երեք անգամ անենց ալինում, որ խմում եմ, դե ասենք իմ այդ բաժակը չայս, այդքան մեծ չի, ափսոսում եմ գցեմ այդ չայը, դնում եմ սուրճի բաժակի մեջ, դնում սառնարանը, հետո նորից ես օգտագործում եմ, Մարինես ինձ խորհուրդ է տալիս, որ տիկին Քնարիկ ջան, երկրորդ անգամ մի
օգտագործ տարիներ օգտագործել եմ Մարինե ջան, ոչ մի բան բանել չկա։ Այնքան որ բերելուս էլ սերը թափվել, որ սերը թափվեց բրծա։ Այ շատ լավ սուրճ է։ Ես ինձ չգովամ, ընդհանրապես չեմ գովում, կյանքում ոչ ինձ եմ գովացել, ոչ էլ իմ երեխեքին եմ գովացել, մարդիկ իրաց գովում են, բայց ես չեմ գովացել, բայց սուրճը դնելուց ես մեկը կարամ գովամ, որ լավ եմ դնում, ինձ դուր է գալի, ջրիկ չի, որ ջրիկ ա լինում, չեմ կարողանում խմեմ, ոնց որ կոֆեի ջուր խմեմ։ Դել այդպես սիրելիներս, բայց մի քիչ ճիշտ է շաքարավազ եմ գցել, բայց ոնց որ մի քիչ դառնություն կա, ստեղ ոնց որ շոկոլադ կա, չնայած չեմ սիրում շոկոլադը, բայց դե մի փոքր կտոր կարելի է օգտվել։ Շուշուտ խմեմ, չսարը, հետո էլի խոսալու բան կա։ Ես հազնել չգիտեմ ինչ հազաշու, մեկ հազում եմ, հիվանդ չեմ, բայց մեկ կոկորդս հազա բռնում։ Թու փառք Աստծո, ընդհանրապես այս տարի չհիվանդացա, մնացած տարիներն Հունաստան ես вообще չեմ հիվանդացել։ Եվ զգուշ եղա, որ այս տարի էլ չհիվանդանամ։ Սիրելի հետևորդներ ջան, հատանենք մի կողմ, YouTube-ը նորից ինձ անուններ ա ուղարկել։ Համարյա 7 օրը մեկ անուն ա ուղարկում։ Կարդամ այդ անուններ։ Անուշ Հովսեփյան, լավագույն։ Միլենե Ասատրյան, 20 մեկնաբանություն, 18 սրտիկ։ Կարինե Պողոսյան, լավագույն։ Հերմինե Գևորգյան, 4 մեկնաբանություն, 4 սրտիկ։ Դե այն լավագույնն էլ ա գրում, մնացած իմ բոլորին հերթականությամբ գրում ա, որ իրարից չնեղանան։ Աննա Շահնազարյան, լավագույն, Աննայի անունը շատ ա գրվել։ Սիրելի հետևորդներ ջան, շատ այս անունները որ կարդացի, հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, շատ ապրեք, շատ մերսի, շնորհակալ եմ հայտնում եւ ում անունը որ գրած չի։ Ինձ համար տարբերություն չկա, սիրելիներս, բոլորից շատ սիրում եմ, բոլորից շատ շնորհակալ եմ։ Այսօր ինչ ենք պատրաստելու, նախորոք ունեմ ինչ եմ պատրաստելու, 2 օրա խաշի ոտեր ունենք, տրել եմ ջրի մեջ։ Հիմա այսօր կգամ ջրից կհանեմ եւ միասին այդ խաշը կպատրաստեմ։ Հիմա դուրս եմ գնում, մի քիչ եմ դրսում նկարահանում կանեմ, գործերով իշտում եմ քաղաք։ Քաղաք որն է, երկրորդ մասիվ, մեր քաղաքը երկրորդ մասիվն է։ Հա, մի քիչ դեից էլ նկարահանում կանեմ, կգամ կսկսենք եփել մեր խաշը։ Դե սիրելիներս, վեր կենանք, շտապենք մեր այսօրվա գործին։ Դե գնացինք, բայց շուտով կհանդիպենք։ Սիրելի հետևողներ, դուրսն եմ, տեսնում եք ինչ լավ արևոտ, հա, դուրսն եմ, ինչի որ եկել էի, չստացվեց, վաղն եմ գալու։ Մոտապես մի քիչ վաղ գա, գնանք տուն, որ միասին խաշը եփենք։
այստեղ էլի գործում եմ, միտեղ էլ գործ կա, տեղ էլ գնամ մտնեմ, ու տուն գնանք, տեսնեմ շտեղից ինչ եմ ծախվում, Սիրելի հետևորդներ ջան, դե արդեն տուն եմ եկել, սկսենք միասին պատրաստել մեր խաշը, դե գնացինք։ Սիրելի հետևորդներ, մի հատ էլ երկու անգամ եմ, մի անգամ էլ եմ ջուր լցել, դատարկել եռման ջուր։ Հիմա այս թղթով անձեռոցիկով այս կողքի այս կպասները մաքրում եմ։ Նորից ջուրը կլցնեմ, եռման ջուրը դնեմ, սիրելի հետևորդներ, մաքուր եռման ջուրը լցրեցի վրան, դե դիքը չեք կարող լցնել, ինքը եփելու է, որ բերանը փակը։ Երբ որ եռը կգա, նոր հերմետիկ բերանը կփակեն, կեռա։ Սիրելի հետևորդներ, դե հիմա ժամանակն է, որ հերմետիկ փակենք։ Հավ եռում է։ Սեր տեղում է, որ պետք է կարողացնես, որ մտնեմ այդ քեզ բան։ Բայց իչի չի մտնում։ Սիրելի հետևորդներ, հազիվ հարմարացրի, հիմա պետք է փակենք հերմետիկ, այս պետք է հավասար լինի հերմետիկ։ Պետք է ձգենք։ Ստեղում է լավ է, ռեզինն է լավ նստել, կողքերանքով, դե թողնենք և որ արդեն ստեղից ձեն կհանի, այսքան էլ ճիշտ ֆշոցը կլինի, արդեն տակը մի քիչ կցածրացնենք։ Սիրելի հետևորդներ ջան, մեր խաշը արդեն պատրաստ է, տեսեք, չասեք, որ յուղ եմ լցրել, յուղ չեմ լցրել, ինքն իրանով լավ թանձր եփված է։ Հիմա եթե հարկավոր լինի, թանձր չուզենան, կարող են հետո եռացնել, եռացրած ջուրը, եւ սա պետք է եռա կասայի մեջ եւ ջուրը պետք է եռացած լցնեն, ջրիկ լինի, ով ոնց ցանկանում է, բայց շատ ջրիկ ու մապետ, եթե չուտես ու համը չզգաս, որ իսկական խաշ ես ուտում։ Սիրելի հետևորդներ ջան, ես սկզբում մոռացա ասեմ, դա մոռացել էի ասեմ, Հունաստանում երբ որ այդ մի տատիկի տուն գնացի, դե ինքը ոտքի վրա էր, ասեց գնա խաշ առբեր, խաշին պացայ են ասում իրանք, բանել, ասեց ոտար, մեկ էլ փոր, դա բերեցի, ինքը չթողեց ես սարքեմ, իհարկե մոռացա ասեմ, որ մեր խաշի հետ երկու հատ ոտքա, փոր չկար, այդ երկու ոտքներ, որ սարցախցիկը դատարկվի, մեծ սարցախցիկը ուզում եմ անջատեմ, ինչ որ կա հավաքեմ այդ փոքրի մեջը, դրա համար բերեցի խաշի ժամանակն էլ անցնում, հիմա արդեն անցել է ժամանակը, բայց որպեսզի տեղ չգրավի, բերեցի հենց այդ երկու ոտը եփեցի,
Հա, բայց ընդհանրապես մեր փորը լինի ավելի լավ է լինում, որ եռացնում ենք, ես օրինակ փորը եռացնում եմ, փորի ջրից չեմ լցնում։ Մի երկու անգամ եռացնում եմ, թափում եմ երկու անգամ, նոր թողնում եմ, եփում է, հետո այդ եփվածը դե մանր կտրտած եմ իհարկե եփում։ Հա, եփվածը լցնում եմ, հետո վերջում խաշի մեջ շատ համով է լինում։ Իսկ Հունաստանում մեր տատիկը որ բերեց, լվացավ, չթողեց ես ձեր տամ, դե 15 օր էր որ աշխատում է, դե պետք է իրար բնավորություն հլա սովորենք, հլա դավերյա անի, խելքը գլխին էր էլի։ Բերեց լվացավ ու դրեց եփի։ Ես զարմացա, ասացի, բա չես դնում սառը ջրի մեջ։ Ասաց, չէ։ Ասացի, մենք այդտեղ չենք անում, մենք սենց ենք անում, ասաց, դե լավ։ Ես այս անգամը սենց եփեմ, դու հետո քո նման կեփես, ասի դե որ արդեն դե եռը գալիս էր, ես իմացա պետք է տնի ջրի մեջ, ասեց դե որ արել ես, գոնե բեր այդ ջուրը դատարկի, եռացրած, որ մի հատ եռում է, մի 5-10 րոպե եռա, այդ ջուրը բեր դատարկի, որ ես ասացի, ես ուտեմ, թե չէ ես չեմ կարա ուտեմ կզզվեմ։ Էտա երկու անգամ ես մի անգամ էլ չտեսավ գաղտնի արեցի, երկու անգամ եռացրի, դատարկեցի, եփեցինք նորմալ էլ խաշ եղավ, իսկ փորը ինքը փորն էլ ասեցի փորը ոնց պետք է լցնես, ասեց իրան ջրով եմ լցնելու, որ չասեց դրա կապույտ ջուրը փորի, ասեցի ուրեմն ես էլ պետք է դատարկենք, էդ էլ էլի երկու անգամ եռացրի, դատարկեցի, որ այնքան որ իրան վերջում իրան ջուրը պետքա սպիտակի, նորը տենց եռած, սպիտակեց, դե որ ջուրը հետներ ուզում, ինչ անեմ, իրանց ձևը տենց ասմա արամատ է տալիս խաշին, էտա տենց բերեցինք, լցրեցի, դե ոչինչ, այդքան դուր չեկա, ճիշտ չէ էլի, որ փորի ջուրը լցնում են մեջը, բայց իրանք սիրում են, տենց դե էտա տենց կերանք, հետո ես, որ արդեն ինքը էլ բան չէր, տենց ես արդեն փորի ջուրը չէի լցնում, տենց էի լցնում, ինքը էլ չէր էլ տեսնում, արդեն էլ գցեց ինձ վրա էր, որ նայում էր, ինչ եմ անում, տեսա, որ աստե իմ եփածը ոնց է, հա, ինքը խաշել էր, եփել էր, լավ չէր եփել, ասма ոսկորից միսը անջատի, լցրու թող եփի, ասացի, ոչ, տեն չի ձևը, պետք է ինքը այնքան եփի, որ իրան ոսկորից դուրս գա, էտա ասաց դե միացրեցինք, այնքան եփվեց, ասել նայի տես ինքը ոնց է իրարից դուրս գալիս, ասմատաս ես տարիքին եմ, ես չեմ իմացել, որ տենց միշտ միսը վրից պոկել եմ, ասում, բայց կարացել ես բոլորը պոկես, չես կարացել, չէ, ինչ-որ կտորներ մնացել է, բայց դե ափսոս է, վերջ հետ էլ խաշի պատմությունը, սիրելիներս, ինչ ասեմ, իմ սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ ձեզ, եթե առաջին ասեմ, որ շատ շնորհակալ եմ բոլորիցը, մեկնաբանությունների համար, ես բոլորիդ մեկնաբանությունները կարդում եմ, որոշ տեղերը պատասխանում եմ, որոշ տեղերը չեմ հասցնում, արդեն մեկնաբանություն գրողները շատ շատացել են, չեմ հասցնում գործերիս հետ միասին պատասխանը, մի նեղացեք, ձեզ շնորհակալություն եմ հայտնում, այս են ձեզ նայելով, ձեզ սիրելով, ձեզանից բոլորիցդ հայտնում եմ շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ ջան, իսկ ովքեր առաջին անգամն են միանում իմ ալիքին, կամ էլ առաջին անգամն են միշտ նայել են ու մոռացել են բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, ամենակարևորը, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ վլոգին, ստեսություն ձեզ։